Բարոս ելիքուրեր եղբայրներ ջան, եկեք արդեն անդրադառնանք Հռոմեացիս 10-րդ գլխի 16-ից 21 համարներում, արդեն հավատքի 4-րդ բնութագրին եւ որով արդեն կամբողջանա ընդհանուր մեր հատվածը 16-ից մինչեւ 21-ը 10-րդ գլխի։ Նորից եկեք հիշենք կարևոր մի բան, որքանով էլ որ առաքյալը անդրադառնում է հավատքի 4 բնութագրերին, հիշում եք առաջինը, հավատքը արտահայտվում է հնազանդությունով։ Հավատք ասելով մենք հասկանում ենք հնազանդություն։ Աստվածաշնչյան հավատք չի նշանակում ինչ որ մի բանի հանդեպ համաձայնություն ունենալ։ Կամ ինչ որ մի բանի կարծես թե ինչ որ կասկած չունես, հավատում ես դրան։ Աստվածաշնչյան հավատքը սրա հետ կապ չունի։ Աստվածաշնչյան հավատքը ուղղակի հնազանդությունն է այն խոսքի, որին դուք ասում եք, որ հավատացել եք։ Ներկա ապարագայում Քրիստոսի կատարածին, Քրիստոսի հարությանը, Քրիստոսին, որ այն կենթանի է եւ ձեր համար բարեխոս է եւ ձեր մեղքերի քավությունն է եւ դուք ապրում եք նրա համար։ Այսինքն սա հավատքի գործոնն է։ Առաջի բաղադրիչ առաքյալ ներկայացրեց բոլորը չհնազանդվեցին եւ ի նկատի ունի որ միայն մնացորդը կար որ հնազանդվեց եւ ավելի շեշտակի հոմանիշ օգտագործում է որտեղ ոչ բոլորը հնազանդվեցին եւ Եսային էլ ասում է Տեր ով հավատաց մեր լուրին։ Այսինքն մենք տեսնում ենք որ հավատալ եւ հնազանդվել դա հոմանիշ կամ մեկ ինչպես մենք ասեցինք մեկ մեդալի երկու կողմերն են։ Այսինքն հավատալ նշանակում է հնազանդվել։ Առաքյալն այլ Հռոմեացիս 6-րդ գլխում ասում է սրտանց հնազանդվեցիք, հանձնվեցիք այն վարդապետության, այսինքն սրտանց հնազանդվել վարդապետության նշանակում է սրտանց հավատացիք այդ ուսուցման եւ այն կիրառեցիք ձեր կյանքում։ Հիմա երկրորդ կարևոր բաղադրիչ հավատքի բնութագիր այս հատվածի մեջ անդրադառնում է որ հավատքը լսելուց է, այսինքն հավատքը Աստծո խոսքը Քրիստոսի մասին խոսքը լսելու հետևանքում է, այսինքն հավատքը Քրիստոսի մասին լսելն է, այն հավատքը, որը բերում է Քրիստոսով փրկություն։ Այդ հավատքը երբեք հիմնված չի հրաշքներ տեսնելու վրա, ինչ որ մեկին համոզելու վրա, այդ հավատքը հիմնված է Աստծո խոսքը պետք է լսվի, եւ այդ խոսքը պետք է ընդունվի որպես Աստծո խոսք, ինչպես մենք կարդում ենք առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլխի 14 համար, եկեք ընթերցենք այդ հատվածը 13 համար ներողություն, առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլուխ 13 համար 14-ը նույնպես ամբողջացնում է։ Նրա համար մենք էլ անպակաս գոհանում ենք Աստվածանից, մենք Աստծուց ենք գոհանում, ոչ թե ձեզանից, որ դուք կիրառեցիք ձեր հավատքը, այլ Աստծուց ենք գոհանում, որ դուք Աստծո քարոզչության խոսքը մեզանից առած ընդունեցիք, ոչ թե իբր մարդկանց խոսք, այլ ուշադրին եք, ինչպես որ ճշմարիտ է Աստծո խոսք, որը եւ ներգործում է ձեզ հավատացյալներում։ Այդ խոսքը ձեր մեջ գործ է անում, որովհետեւ այն ընդունել եք որպես Աստծո խոսք եւ այն իրականում Աստծո խոսք է եւ ձեր մեջ գործ անողը Աստված է իր խոսքի միջոցով։ Այսինքն դրա համար փրկությունը նույնպես հիմնված է աղբյուրը նախասահմանված փրկության հավատքի փրկարար, այն Աստծո խոսքն է։ Եթե մեկը Քրիստոսի մասին խոսքը չի լսում, փրկության հավատքի փրկարար հավատքի մասին խոսք ունենալ չի կարելի։ Եթե մեկը չի լսե Քրիստոսի մասին, փրկության մասին մի խոսեք։ Որովհետեւ մեկը ներշնչանքներով, միստիկ որովհետեւ կերպերով, հրեշտակային հայտնություններով չի փրկվում։ Փրկվում են Աստծո խոսքով։ Դրա համար առաքյալները իրենց կյանքը դրած քարոզում էին եւ տարածում էին Քրիստոսի մասին լուրը։ Դրա համար երկրորդ բնութագիր հավատքը լսելուց է, այսինքն լսելը Աստծո խոսքից Քրիստոսի մասին ավետարանից։ Ուրեմն մյուս կարևոր բաղադրիչ մենք անդրադարձանք, որ այդ հավատքը հանդիսանում է Աստծո շնորհքի բաղադրիչ։ Այսինքն հավատքը դա Աստծո շնորհքով մենք ստանում ենք որպես պարգև եւ եկեք անդրադառնանք մեր հատվածին, որտեղ Աստծո շնորհքով որպես պարգև ստանալը եւ նաեւ մարդու պատասխանատվությունը այդ անհավատության պատճառով նույն օղակների մեջ է, այսինքն որքանով էլ որ մենք հասկանում ենք, որ մարդը ունի կարողություն հավատալու, մի քիչ ես կբացատրեմ ինչի նկատի ունի աստվածաբանությունը, ասում մարդը կարողություն չունի հավատալու, այսինքն ինքը չունի իր ջանքերով փրկվելու կարողություն, որտեղ չի կարա հավատա Քրիստոսին, ինքը շատ բաների կհավատա, բացի Քրիստոսին, որպես փրկիչ, մարդկային հավատքով, բայց այն հավատքը, որով անձը ընդունում է Քրիստոսին, հնազանդվում է, դա Աստծո շնորհքով պարգևն է։ Եվ մենք մյուս ձայնագրության մեջ խոսեցինք սա։ Բայց սրա հետ մեկտեղ նաև 21 համար, եթե 20 համարն ամբողջացնում է, որ դա Աստծո շնորհքով ստացած մի բան է, 21 համարն ասում է Իսրայելը պատասխանատվության մեջ մնաց իր անհավատության պատճառով։ Եվ հարց առաջանալու, ես կընթերցեմ հատվածը։ Հարց առաջանում, օրինակ շատերն ասում են, արմե եղբայր, եթե մարդը ունի կարողություն հավատալու,
Էլ ինչի է Աստված ամբողջ օրը իր ձեռքերը մեկնած սպասում Իսրայելի փրկության։ Եթե գիտի, որ Իսրայելը փրկության հավատքի կարողություն չունի։ Հիմա եւ այստեղից հարցը ցակում, այսինքն եթե մարդը կարողություն չունի, ինչի է Աստված այդ մարդուն կանչում պատասխանատվության նրա անհավատության պատճառով։ Հիմա մենք կպատասխանենք այս հարցին, որտեղ որքանով էլ որ առաքյալը կառուցում է 4 բնութագրերը հավատքի մասին, այսինքն այն հնազանդություն է, այն Աստծո խոսքի արտադրանք է եւ այն նաեւ Աստծո շնորհքով պարգև է, երրորդ, չորրորդ արդեն մեր բնութագիրը Աստծո որքանով էլ Աստծո շնորհքի պարգև է, անհավատության կամ հավատքը մնում է մարդու պատասխանատվության դաշտում։ Սրա համար մարդը պատասխանատալու իր անհավատության համար։ Ինչի։ Եկեք անդրադառնանք, հատվածը կարդանք եւ իրար հետ ամբողջությամբ տեսնենք ինչի մասին է խոսում առաքյալը։ Տեսեք, ես հիմա ընթերցում եմ 16 համարից, արդեն դուք բավարար ծանրագությունը լսել եք, հիմա ուշադիր լսեք, կարևոր։ Այստեղ այս ընդհանուր համատեքստի մեջ, կոնտեքստի մեջ առաքյալի նպատակն է ցույց տա ընդհանրապես փրկարար հավատք, որտեղ ինքը խոսում է հավատքը որպես միջոց, նախասահմանված միջոց փրկություն ունենալու համար։ Եվ ամբողջությամբ ցույց է տալի, որ այդ փրկությունը Աստծո շնորհքով նվեր է մարդուն, բայց միջոցը այդ փրկությունը, որպեսզի մարդու կյանք գա, այդ նվերի հետ նաև Աստված մեզ տալիս այդ պարգևը, նվերը նաև միջոցը, որով այդ փրկությունը կգա մեր կյանք, եւ այստեղ հետաքրքիր է, որ այդ հավատքը Աստված տալիս է նրան, ում որ ուզում է, որտեղ 9-րդ գլխում, եթե մենք կարդում ենք, հիշում եք ինչ ասեց, ոչ կամեցողիցն է, ոչ էլ ջանքանողից, այլ Աստվածանից, որ ողորում է, այսինքն ողորմությունը հանդիսանում է աղբյուրը, ում որ Աստված ողորմում է տալիս այդ հավատքը եւ տալիս այդ հավատքի միջոցով փրկությունը։ Հիմա դրա համար, երբ որ մենք ընթերցում ենք 16 համար, հիմա ուշադիր նայեք այս ամեն ինչի օղակներում, բայց ոչ թե ամենքը հնազանդ եղան, ինչի, որտեղ ամբողջ մի հատված ինքը խոսեց, որ շնորհքի մնացորդն է փրկվում, որքանով էլ որ Իսրայելը մեծ ազգ է, միլիոններ են, հիշում եք դրանից հետո 11-րդ գլխում մի քիչ առաջ որ կարդաք, եղեի ժամանակ աղաղակում է Տեր, ով հավատաց մեր լուրին, Աստված ասում է, որ մի 7000 հոգի ես պահել եմ, որոնց մասին դու չգիտես, դրա մնացորդն է շնորհքի, որոնց ես փրկել եմ։ Հիմա, երբ որ դա մի քիչ մենք կընթերցենք այդ մասին, բայց հիմա 16-ում, բայց ոչ թե ամենքը հնազանդ եղան, այսինքն խոսքը գնում է մնացորդի մասին, ավետարանին հնազանդ, որովհետև Եսային ասում է Տեր, ով հավատաց մեր լուրին, եւ հետագա համար ասում է ում հայտնվեց Տիրոջ բազուկը, դե զորությունը փրկության ում հայտնվեց, չեմ տեսնում որևէ մեկին։ Եվ անմիջապես ուրեմն հավատքը լսելուց է, այսինքն Տեր ով հավատաց մեր լուրին, բայց ինքը շեշտում է, որ մենք լուր ենք փոխանցել եւ այդ լուրը լսել են ով, ում մասին է խոսքը, Իսրայելը, լսել է այդ լուրը, բայց մերժել է, դրա համար մնում է պատասխանատվության տակ, բայց հիմա ուշադիր նայեք, ասում է հավատքը լսելուց է եւ լսելը Քրիստոսի խոսքից, բնագրի մեջ այդպես է, մեծ հին ձեռագրերի մեջ, բայց ես ասում եմ, միթե չլսեցին։ Ինքը հարց է տալի հռետորական եւ ինքը այդ հարցին պատասխանում է միթե Իսրայելը չլսեց միթե Իսրայելը չգիտած ասում եմ միթե Իսրայելը չհասկացավ փրկության միջոցը ուշադիր նայեք բայց ես ասում եմ միթե չլսեցին մանավանդ որ նրանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիր եւ ինքը զուգահեռական է տանում երկինքները Աստծո փառքը պատմում բոլոր մարդիկ տեսնում են որ Աստվածը ստեղծի ամեն բան դա որտեղ ամեն զարդերը երկնքի դիեզերքի ցույց են տալի թե ով Աստված բոլորը տեսնում են եւ այդ զարդերը քարոզում են Աստծո ամենակարողության եւ գերիշխանության մասին ուղղակի եւ բոլոր երկիրը լցված այդ խոսքով հիմա ինքը զուգահեռական տանում ասում է մենք էլ ավետարանը ամբողջ հռոմեական կայսրության բոլոր ծայրամասերը տարածեցինք դե նրա համար Պողոս առաքյալը համար աշխարհընկալումը իրենք ինքը չգիտի որ Ամերիկա կա Պողոս առաքյալը իր համար ավետարանի տարածումը այն հնարավորությանը շրջաններն է որ ինքը կարա գնա եւ քարոզի ինքը երբ որ ասում է աշխարհի ծայրեր ի նկատի ունի սա ճիշտ հասկացեք մենք պետքա հաշվի նստենք պատմական կոնտեքստի հետ հիմա տեսեք բայց ես ասում եմ միթե չլսեցին մանավանդ որ նրանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը սա զուգահեռական մեջ բերում է 19-րդ Սաղմոսը եւ նրանց խոսքը մինչեւ աշխարհի ծայրերը բայց ասում եմ միթե Իսրայելը չգիտած Առաջ Մովսեսն է ասում եւ մենք անդրադարձանք Աստծո նախախնամության թե ինչպես Աստված նախանձի գրգռում օգտագործում է տարբեր լծակներ եւ իր բարկությունը եւ օգտագործում է նախանձը հեթանոսներին փրկություն տալով ապաշխարության բերելով մղում է ապաշխարության հрьяաներին զղջման հрьяաներին այսինքն Աստված նախախնամության կերպով օգտագործում է նախասմաված տարբեր կերպեր այն անձինք որոնք լի ժառանգեն Քրիստոսով փրկություն Աստված նրանց կյանքում նախախնամությունով
բերում է նրանց Քրիստոսի։ Հիմա սա շատ կարևոր է, որ մենք տեսնենք, բայց սրանից հետո քանի որ խոսքը գնում է Իսրայելի փրկության մասին եւ Իսրայելի Քրիստոսի մերժելու մասին, ընկնելու այդ գայթակղության քարին, վերևը որ դուք նայեք, սա կտեսնեք, առաքյալը այդ միտքն է զարգացնում։ Առաքյալը ցույց է տալի, որ սա Աստծո բաց թողումը չի, այն ամենը ինչ որ Աստված արել է, ինչ որ արել է, ամբողջությամբ բավական է, որ Իսրայելը հավատա։ Բայց ուշադիր նայեք, այստեղ է կարևոր բանալին։ Բայց մենք գիտենք, որ առանց Աստծո մարդուն կենթանացնելու, այսինքն առանց Աստծո ողորմությունով մեռածին, հոգեորապես մեռածին կենթանացնելու, որևէ մեկը չի կարող հավատալ, բայց այդ դեպքում որտեղ է մնում նրա պատասխանատվությունը։ Պատասխանատվությունը այստեղ է։ Մենք որ ասում ենք մարդը ունի կարողություն հավատալու մեղավոր բնությունից ելելով, մենք չենք ասում, որ Աստված նրան ինչ որ մի օրգան քիչ հատվե կամ պակաս հատվե։ Ի նկատի ունենք, որ մարդը այնքան շատ է սիրում մեղքը եւ իր ցանկությունները, որ չունի ցանկություն Քրիստոսին հետևելու, չունի ցանկություն փրկվելու։ Այսինքն մարդու կյանքում առավել գերիշխում է էգոցենտրիզմը, որի կենտրոնում նրա ցանկություններն են, իր փառքն է։ Մարդը այնքան շատ է սիրում իր փառքը, որ մերժում է Աստծո փառքը։ Հիշում եք Հիսուս Քրիստոսը փարիսեցիներին ինչ ասեց։ Ինչպես դուք կարաք փնտրեք Աստծո փառքը, եթե իրարից եք փառք փնտրում։ Այսինքն իրարից փառք փնտրելը ձեր այնքան մեծ է, որ այն թույլ չի տալի, որ դուք Աստծո փառքը փնտրեք։ Ձեր թշնամուն ատելը այնքան մեծ է, որ այն թույլ չի տալի, որ դուք ձեր թշնամուն սիրեք։ Ձեր անձը սիրելը այնքան մեծ է, ամբողջ սրտով, մտքով, զորքով, ձեզ այնքան եք սիրում, որ թույլ չի տալի այդ սերը, որ Աստծուն սիրեք ամբողջ սրտով, մտքով, զորքով։ Բա ես, այսինքն այդ սերը ուղղված է ձեր անձի վրա, դրա համար ասում ենք մարդը մեղավոր բնությունով էգոցենտրիկ է։ Դրա համար ինքը չի կարող աստվածակենտրոն լինի, ինքը մնում է մարդակենտրոն։ Եթե Աստված նրան չկենթանացնի, նրա կամքը չփոխի, չներգործի նրա կամքի վրա կամենալ եւ անել իր հաճության պես։ Դրա համար Հիսուսն ասեց, որևէ մեկը չի գա, եթե Հայրս նրան չքաշի։ Հիմա, բայց որտեղ է մնում պատասխանատվությունը։ Պատասխանատվությունը մնում է, որ Աստված ամեն դեպքում մարդուն պատվի է, որ Աստծուն փնտրի, գործարքերություն կարակ սա տեսնեք։ Ժամեր դրեց, դարաշրջաններ դրեց, ազգեր դրեց եւ արեց, որ բոլորը փնտրեն նրան։ Բայց հիմա ուշադիր նայեք, խարխափելով փնտրեն։ Ամեն դեպքում Աստված մեր հատվածի մեջ ինչ ենք մենք տեսնում։ Աստված փրկվողի համար չի սպասում, որ փրկվողը իրեն փնտրի, որ փրկի։ Ուշադիր նայեք, դա մասա հեթանոսներին ավելաբերված հատված, հիմա կարդալու է մեր 10-րդ գլխի ընդհանուր մեր հատվածի մեջ է։ Ասում է, ես գտնվեցի նրանց, որ ինձ չէին փնտրում։ Իմ անձը հայտնեցի նրանց, որի մասին չէին հարցնում։ Սա ինչ է նշանակում, որ ոչ կամեցողից է եւ ոչ էլ վազողից, այլ փրկությունը Աստծո սուվերեն ընտրությունն է, նախասահմանությունից եւ իր ողորմությունից։ Իսկ մենք գիտենք, որ Աստծո ողորմությունը իր պարտականությունների մեջ չի մտնում։ Իր պարտականությունների մեջ մտնում է դատապարտություն, այսինքն արդար չի լինի, եթե Աստված չդատի։ Բայց Աստված երբեք չի խոստացել, որ բոլորին պիտի ողորմի։ Ում որ կողորմեմ, ում որ կգտամ։ Սա արդեն 9-րդ գլխում էս միտքը զարգացրեց, հիմա արդեն 10-րդ գլխում առաքյալն ամբողջացնում է Իսրայելի պատասխանատվությունը, որ ամեն բան կա, որ Իսրայելը հավատա, բայց Իսրայելը այդպես էլ մերժեց։ Ինչի, որովհետև իրենց փրկության միջոցը կամենալ, կանգնեցնել կամենալով, դա օրենքի գործերով փրկությունն է։ Մերժեցին Աստծով արդարությունը, Քրիստոսի արդարությունով արդարանալը։ Իրենց օրենքի գործերով արդարանալ կամենալը կանգնեցնելով, այդ միջոցը կանգնեցնելով մերժեցին իրական հավատքով փրկության միջոցը, Քրիստոսով արդարությունը։ Հիմա եկեք ընթերցենք, որպեսզի տեսնեք սա։ Բայց ես ասում եմ, միթե չլսեցին, մանավանդ որ նրանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը 18 համարից, եւ նրանց խոսքը մինչեւ աշխարհի ծայրերը, բայց ասում եմ, միթե Իսրայելը չգիտած, առաջ Մովսեսն է ասում, ես ձեզ նախանձավոր կշինեմ մի ոչինչ ժողովրդով եւ մի անմիտ ազգով կկսկծացնեմ ձեզ, բայց Եսային ավելի համարձակվում է, այսինքն սա մի բան է, որ համարձակվում է այդպես ասել, որտեղ մարդու հասկացողության մեջ չի տեղավորվում։ Տեսեք ինչ ասում Եսային։ Ինչի է ինքը ասում Եսային համարձակվում է եւ ասում է. ես գտնվեցա նրանց, որ ինձ չէին որոնում։ Այսինքն Եսային համարձակվում է ասի, որտեղ իսրայելացին հասկանում է, պիտի ասում փնտրես, որ գտնես եւ փրկվես։ Եսային ասում է, նրանք որ չեն փնտրում, Աստված նրանց փրկելու է։ Տեսնում եք։ Դրա համար ասում եմ Եսային համարձակվում ասա ասի։ Այսինքն սա մի բան է, որ մենք, եթե այդպես ասում ենք, կողքից ասում են, «Էս ինչ օտար վարդապետություն», ասում այն մարդ, «Էս ինչ է ասում»։ Եսային դրա համար ասում է, դրա համար Պողոս առաքյալը ասում է Եսային համարձակվում ասա ասի։
Ինչի որտեղ նախասահմանության մասին է խոսքը։ Բայց Եսային ավելի համարձակվում է եւ ասում. ես գտնվեցի նրանց, որ ինձ չէին փնտրում։ Ոնց կարա մարդը չփնտրի Աստծուն եւ փրկվի։ Հենց այդպես, որովհետեւ Աստված հենց նրան հայտնվում է, ուղղակի կենթանացնում է այդ մահացածին։ Ոչ թե նայում է նրա վրա ինչ որ մի լավ բան է տեսնում, նա խորը կանխագիտությունով տեսնում է, որ նա պիտի այո ասի, դրա համար նրան քաշում է։ Ոչ կամեցողից է, ոչ ջանքանողից, այլ Աստվածանից, որ կամենում է ողորմել 9-րդ գլուխ։ Կարդացեք, կարդեմ 16 համարը։ Հիմա տեսեք, այս սկզբունքի մեջ շատ կարևոր է եւ երկրորդ պարագան։ Ես գտնվեցա նրանց, որ ինձ չէին որոնում, առավել, տեսեք ինչ ասում հետևից։ Հայտնի եղա նրանց, որ ինձ համար չէին հարցնում։ Ընդհանրապես արդարության մասին, աստվածպաշտության մասին, ինչ գործ ունենք, ինչ Աստված։ Մենք ունենք մեր աստվածները, մեր օրհնությունները, մեր ցանկությունները, մեր մեղքերը, ինչ Աստված։ Չէ, բայց Աստված նրանց փրկեց։ Հիմա նույնիսկ եթե դուք ինչ որ առումով ձեր կյանքում սկսեցիք Աստված փնտրել, դա Աստծո ներգործությունն է, ասես դա այդ օղակների մեջ է, որ Աստված ձեզ կենթանացրել է։ Եթե Աստված չկենթանացնի, ուշադիր եղեք, հեթանոսների բնութագիր ինչ ենք միշտ տեսնում, առաքյալն ասում է։ Հեթանոսները արդարություն չեն փնտրում, Աստծուն չեն փնտրում։ Սա նրանց ամենակարևոր բնութագիրն է։ Հեթանոսները, որ Աստծուն չեն փնտրում։ Հрьяաներն էլ փնտրում էին, բայց սխալ ճանապարհով։ Դրա համար ամեն դեպքում եւ հрьяաների փրկության պարագան եւ հեթանոսների փրկության պարագան մնում է Աստծո ողորմության եւ իր սուվերեն ընտրության մեջ։ Առաքելը սա է անում։ Հիմա տեսեք 21 համարում, բայց Իսրայելին ասում է, ուշադիր եք վերևում խոսում է հեթանոսների 20 համարում խոսում է հեթանոսների փրկության մասին, ասում է, բայց Եսային ավելի համարձակվում է եւ ասում, ես գտնվեցա նրանց, որ ինձ չէին ոնց է հեթանոսներն, որ ինձ չէին որոնում, հայտնի եղա նրանց, որ ինձ համար չէին որոնում, հայտնի եղա նշանակում է փրկություն, փրկիչ դառա նրանց համար։ Հայտնի եղա նրանց, որ ինձ չէին հարցնում, նրանց համար փրկիչ եղա, բայց Իսրայելին ասում է, բոլոր օրը իմ ձեռքերը մեկնեցի, ուշադիր նայեք բառը, դեպի մի անհնազանդ կամ անհավատ, վերևում ասեցիք այն հոմանիշը, հնազանդություն եւ հավատ, մի անհնազանդ եւ հակառակող ժողովրդի։ Բոլոր օրը իմ ձեռքերը մեկնեցի դեպի մի անհնազանդ եւ հակառակող ժողովրդի։ Այսինքն անձը ցույց է տալի, որ իսրայելացի ամեն մի անձ պատասխանատու է իր անհնազանդության եւ հակառակության համար։ Ինչի, որովհետև երբ որ նորից մենք ասում ենք, որ մարդը անկարող է իր ջանքերով փրկվի, հավատա, դա մենք չենք ասում, որ Աստված մարդուն չի տվել որևէ մի օրգան, որը պակաս է, դրա համար չի կարող հավատա։ Մենք ցույց ենք տալի, որ մարդը էգոցենտրիկ է, մեղքի բնությունով, ինքը մերժում Աստծուն հոժար կամքով, դրա համար էլ գնում է դատապարտության։ Իսկ փրկությունը արդարությունով չի, փրկությունը Աստծո ողորմությունով, որ մեռածին կենթանացնում է, բայց Աստված չի խոստացել, որ բոլորին պիտի կենթանացնի։ Ինքը կենթանացնում է, ողորմում է ում որ ուզում է, ում որ ուզեմ կողորմեմ, ում որ ուզեմ կգտամ։ Սա պարտականություն չի, սա Աստծո փառքի համար իր սուվերեն կամքի մեջ է։ Սրա հետ պիտի համաձայնենք, որտեղ սա արմեն եղբայրը չի ասում սիրել։ Սա ասում է Հիսուս Քրիստոս իր խոսքի միջոցով։ Եվ հետաքրքիր է, որ այս փրկությունն է միայն, որ գովասանվում եւ գովերգվում է Աստծո շնորհքը, ողորմությունը, եւ մարդը չունի որևէ մեկ նշուլ պարծանք։ Տեսեք, խաբկանքն ինչի մեջ է։ Ասում են 99% Աստված պատրաստել է փրկությունը, բայց միայն մարդու 1% բաժին է, պետք է հավատա, որ այդ փրկությունն ունենա։ Խաբկանքը ասեմ որտեղ։ Խաբկանքը ձեր այդ 1%-ի մեջ է, որ այդ առանց այդ 1%-ի Աստծո 99% այդ պատրաստածը աղբ է, որևէ մեկին չի փրկի։ Այն 99% որ ասում եք, չի փրկի որևէ մեկին, փրկող այդ 1%-ն է։ Ուրեմն ձեր ջանքը եւ փրկությունը դառավ մարդու 100%-ը։ Այդ 1%-ը դուք սարքում եք 100%։ Այսինքն այստեղ մարդու բաժին, Աստծո բաժին գոյություն չունի։ Փրկությունը միայն Աստծո բաժինն է, որ մեռածին կենթանացնում է։ Այս սրբացման ընթացքը արդեն նոր բնությունով փրկված անձը արդեն ունի բաժին, համագործակցում է, այն սիներգիզմը, համագործակցում է, որտեղ ունի նոր բնություն, որը կարողություն ունի Աստծուն լսելու եւ հնազանդվելու։ Իսկ մինչ այդ ինքը մեռած է, կարողություն չունի փրկվելու, դա Աստված է անում։ Սա ամենակարևորը։ Հիմա եկեք ամբողջացնենք։ Ուրեմն 21 համարում ենք նայում, Պողոսը ցույց է տալիս Իսրայելի անհավատության պատասխանությունը մնում է նրանց վրա։ Որքանով էլ որ մեր հնչում է, որ հավատքը այն Աստծո շնորհքի պարգև է, ամեն դեպքում առաքյալը ցույց է տալիս, որ նաև ամեն դեպքում այդ հավատքը, անհավատությունը մնում է մարդու պատասխանատվության օղակներում։
Ինչի նորից եկեք հասկանանք եւ ես հիմա համարներ կկարդամ, այդ համարներն ավելի ձեզ ցույց կտան այս ճշմարտությունը։ Խոսքը նրա մասին է, որ մենք չենք ասում, որ մարդը կարողություն չունի, դա նշանակում է, որ Աստված ինչ որ մի բան մարդուն չի տվել։ Մարդը կարողություն չունի, նկատի ունեք, որ նրա մեղավոր բնությունը առավել սիրում է մեղքը։ Եվ մարդը չի ցանկանում հնազանդվի Քրիստոսին, չի ուզում իր կյանքը դվիրի Քրիստոսին, ինքը ուզում է իր կյանքը վայելի եւ ապրի իր կյանքը իր համար, իր անձի համար, որտեղ ինքը էգոցենտրիկ է, անձնակենտրոն է։ Կարևոր մի բաժին կա, շատ հատվածների մեջ կտեսնենք, միշտ պատասխանատվությունը մնում է մարդու կամքի վրա։ Ուշադիր նայեք, մենք արդեն ասել ենք, որ երբ որ մենք խոսում ենք մեղավոր բնության մասին, մենք խոսում ենք մարդու բնության մեջ նրա կամքի վնասված լինելու։ Ինչով է նրա կամքը վնասված, սա ամենակարևորն է։ Նրա կամքը վնասված է, որտեղ այդ կամքը հակված է դեպի մեղք, այսինքն հակված է Աստծուն մերժելու։ Ինչի՞, որովհետև մարդու կամքը ամբողջանում է իր կյանքը վայելելու, իր ցանկությունները կատարելու մեջ։ Այսինքն մեղք, երբ որ մենք ասում ենք, սա նշանակում է Աստծո արժեքային համակարգին, օրենքին հակառակ մի բան, կամ Աստծուն ոչ հաճելի մի բան, Աստծուն զզվելի մի բան։ Այսինքն ոչ թե Աստված է փառավորվում, այլ մարդը ուզում է ինքը փառավորվի։ Սա ամենակարևորն է, սա հանդիսանում է մարդու մերժողականության, մարդու կամքի գլխավոր կենտրոնը։ Մարդը փնտրում է իր փառքը եւ մերժում է Աստծո փառքը։ Որտեղ տեսեք, Աստված մարդուն ստեղծեց իր փառքի համար, բայց մարդը ինքը իրեն հռչակում է Աստված եւ ապրում է իր փառքի համար, ոչ թե Աստծո։ Սա ընդհանուր մեղքի ֆորմուլան կարելի ասել, որտեղ երբ որ առաքյալը խոսում է մեղքի մասին, Հռոմեացիս գլխում ասում է բոլորը մեղանչեցին, չի ասում եւ սխալ բաներ գործեցին, Աստծուն մերժեցին, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ընկած են։ Աստծո փառքից ընկած են, նրանց կյանքում չի արտահայտվում Աստված, նրանց կյանքում արտահայտվում է ով են իրանք։ Իրանց փառքը։ Աստծո փառքը չի երևում նրանց կյանքում։ Սա ամենակարևորն է։ Նրանք չունեն կարողություն Աստծուն ցույց տալու։ Նրանք փնտրում են իրանց փառքը։ Սա ամենակարևորը։ Տեսեք, հիմա որպեսզի սա ամբողջանա, ուրեմն սա երբ որ ասում ենք մարդը չունի կարողություն հավատալու, ի նկատի ունենք, որ մարդը երբեք չի ցանկանալու Քրիստոսին հավատալ։ Եթե թողնենք մահացած, հոգեվորապես մահացած մարդուն, ինքը մենք Եփեսացիս 2-րդ գլխում տեսանք ինչ 3 ազդեցության տակ ունի։ Օդի իշխանն է նրա վրա ազդում, իր մարմնի կամ մտքի կամքը կատարելու հետևից ավազում, այս աշխարհի սովորություններն հոսանքով տանում, այդ մարդը երբեք չի անդրադառնում փրկության, եթե Աստված նրան չքաշի։ Դրա համար ասում է դուք որ մեռած եք հանցանքի եւ մեղքի մեջ, նա ձեզ կենթանացրեց ձեզ շատ սիրելու համար իր ողորմությունը։ Շնորհքով եք փրկված եւ հետո էլ ասում հավատքի միջոցով եւ սա ոչ թե ձեզանից, այլ Աստծո նվերն է, որ որևէ մեկը չպարծենա։ Սա ամենակարևոր հատվածներն է։ Ուրեմն, երբ որ ասում ենք մարդը չունի կարողություն, ի նկատի ունենք նա երբեք չի ցանկանալու հավատալ Հիսուս Քրիստոսին։ Մարդը ընտրում է միշտ մեղքը, բայց պատասխանատու է այն ամենի համար, ինչ որ ինքը ընտրում է։ Մարդը միշտ ընտրում է մեղքը։ Եթե ընտրություն դնես Աստված եւ մեղք, ինչ կընտրի մարդը։ Այ սխալ վարդապետության մեջ ասում են, շատ մարդիկ կան, որ շատ իմաստուն են եւ տեսնում են, որ ավելի ճիշտ է ընտրել Աստծուն։ Չկա այդպիսի մարդ։ Բոլորը խոտորեցին, անպիտան եղան, չկա Աստծուն խնդրող, չկա Աստծուն փնտրող, մեկն էլ չկա։ Հռոմեացիս 3-րդ գլուխ 10 համարից նայեք։ Չկա։ Դրա համար կա մի Աստված, ով մեռածին կենթանացնում է։ Եվ ամբողջ փառքը փրկության Աստծունն է։ Այսինքն սա ամենակարևորը մենք տեսեք։ Հիմա տեսեք որոշակի հատվածների մեջ սա արտահայտված է։ Մարդը չի ցանկանում, սրա համար Աստված ասում է ամբողջ օրը իմ ձեռքերը պարզեցի մի անհնազանդ եւ հակառակող ժողովրդի։ Այսինքն սա ցույց է տալի, որ Իսրայելը չի ցանկանում փրկվի։ Հիմա սա որտեղ ենք տեսնում։ Տեսեք 10-րդ գլխի 21 համարում մենք կարդում ենք մեր հատվածը։ Բայց Իսրայելին ասում է, այսինքն բայց Իսրայելը, որտեղ ամբողջ հատվածը ցույց է տալի, որ Իսրայելը մնում է պատասխանատվության տակ, քանի որ մերժում է Քրիստոսին։ Բայց Իսրայելին ասում է. բոլոր օրը իմ ձեռքերը մեկնեցի դեպի մի աննազանդ եւ հակառակող ժողովուրդ։ Ինչ եք տեսնում այստեղ։ Մի կարևոր բան։ Աստված ուզում է փրկի, իսկ Իսրայելը չի ուզում փրկվի։ Բայց Իսրայելին ասում է. բոլոր օրը իմ ձեռքերը մեկնեցի, ինչ ձեռք մեկնեց։ Փրկության ձեռքը մեկնեցի, ամեն ինչ արեց։ Քրիստոսին ուղարկեց, փրկությունը կատարվեց, բայց դուք մերժեցիք։ Ամբողջ օրը իմ ձեռքերը մեկնեցի դեպի մի անազանդ եւ հակառակող ժողովրդի։ Աստված ցանկացավ փրկի,
Իսրայելը մերժեց այդ փրկությունը։ Որտեղ է ամբողջ այս բանալին, որ մենք սա տեսնենք, շատ կարևոր է, որ դուք ընկալեք մարդու անկարողությունը, որը կապված է չկամենալու եւ չհնազանդվելու հետ, եւ նաեւ Աստծո կողմից պատասխանատվության կանչելը, որովհետեւ Աստված կանչում է պատասխանատվության մարդը իր հոժար կամքով մերժելու համար։ Եվ Աստված այնպես չի, որ մի բան չի տվել, մարդը պակաս է։ Մարդը շատ բաների կարողանում է հավատալ, բայց Քրիստոսին չի հավատում։ Հիմա այստեղ է բանալի ուզում ցույց տամ։ Եկեք անդրադառնանք Հովանու 12:37։ Տեսեք ինչ է ասում Քրիստոսը։ Ուշադիր լսեք Հիսուս Քրիստոսի խոսքերը։ Տեսեք, շատ կարևոր է։ Ես կարդամ 35-ից երևի։ Հիսուսն էլ ասեց նրան. «Մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է»։ Լույսը ով է? Ինքը կանգնած է Իսրայելի մեջ։ Գնացեք, քանի որ լույսը ունեք, որ խավարը ձեզ չհասնի, եւ խավարումը գնացողը չգիտե թե ուր է գնում։ Ուշադիր նայեք։ Քանի որ լույս ունեք, հավատացեք լույսին։ Ինչ կոչ է անում Քրիստոսը։ Հավատացեք ինձ, որ լույսի որդիք լինեք։ Քանի որ լույսը ձեր մեջ է, կա, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինեք։ Հովանու առաջի գլխում ինչ ենք մենք կարդում։ Լույսը եկավ աշխարհ, չէ, բայց մարդիկ լույսը ատեցին, ինչի, որովհետև իրանց գործերը չար էին։ Ամեն ով որ գալիս է լույսի, ցույց է տալի, որ ամեն բան Աստծով եղավ։ Ուշադիր եք, մարդիկ ատեցին լույսը, որովհետև իրանց գործերը կամ իրանց բնությունը լույս չի սիրում։ Չարա, տառականը լույս չի սիրում։ Լույսը վառեք ինքը կփախնի։ Տառականը սիրում է խավար։ Լույս չի սիրում։ Մութ։ Հիմա նայեք, նույն սկզբունքը, դա բնության օղակներն է, ուշադիր նայեք։ Քանի որ լույս ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինեք, կամ լինեք Աստծո որդիք, չլինեք բարկության որդիք, չլինեք խավարի որդիք։ Սա առաքյալի կամ Քրիստոսի խոսելակերպ։ Ուշադիր եք տերմինաբանությունն է։ Այդ կարևոր սկզբունք 7-ում Հիսուս այս բանը խոսեց եւ գնաց թաքցվեցավ նրանցից եւ թեպետ նա այնքան նշաններ էլ արել նրանց առաջին, թեպետ շատ նշաններ, սա ասում եմ նրանց համար, որոնք մտածում են, որ հրաշքները կբերեն փրկության։ Թեպետ նա շատ նշաններ արել նրանց առաջին, մեսիական նշանները, որով ցույց է տալի, որ ինքը մեսիան է, պիտի ընդունեին։ Որովհետև Հովանու ավետանի բուն նպատակը, եթե դուք կարդաք 30-րդ գլխի ներողություն 20-րդ գլխի 30 համար, այդտեղ ասում այս ամենը գրվեցան, որ դուք որ նշան, որ բոլոր այս նշանները ցույց են տալի, որ Հիսուս Քրիստոսը, որ հավատալով հավիտենական կյանք ունենաք։ Սա այդ ավետանի նպատակն, այս նշանները բոլորը գրվեցին, որ տեսնեք, որ Հիսուսը Քրիստոսն է եւ հավատալով հավիտենական կյանք ունենաք։ Հիմա տեսեք։ Եվ թեպետ այնքան նշաններ արել նրանց, առաջին նրանք չէին հավատում նրան։ Ինչի՞։ Որ Եսայի մարգարեի խոսքը կատարվի, ինչ ասեց Եսային, որ ասեց Տեր, ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, նրա համար չէին կարողանում հավատալ, որ Եսային դարձյալ ասում է։ Նրա համար չէին կարողանում հավատալ, որ Եսային դարձյալ ասում է։ Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը թմբրացրեց, որ աչքով չտեսնեն, սրտով չիմանան եւ դառնան եւ ես բժշկեմ նրանց։ Եսային սա ասեց, երբ որ նրա փառքը տեսավ, նրա համար խոսեց։ Եսայի 6-րդ գլուխ մենք խոսել ենք այս մաս։ Երբ որ Եսային փառքը տեսավ Աստծո, ասեց գնամ քարոզեմ, Աստված էլ ասեց դե գնա քարոզի, բայց իմացի, որ այդ քարոզը նրանց սրտերը թամրացնելու է։ Ինչի? Որտեղ նրանց սրտերի մեջ ցանկություն չկա Աստծուն հնազանդվելու։ Չկարողացան հավատալ, նրա համար չէին կարողանում հավատալ, որ Եսային դարձյալ ասում է։ Ինչ է ասում Եսային, որ նրանց սրտերը թանձրացած են, այսինքն նրանք հակառակ են փրկության լուրին։ Մնում են պատասխանատվության տակսելես։ Մեկ այլ հատված, որ ավելի խոր տեսնենք։ Մատթեոս 23:37, ուշադիր նայեք, շատ կարևոր մի սկզբունք։ Հիշում եք, որ հարսանիք պատրաստեց եւ ընթրիք պատրաստեց, հրավիրեց ընթրիկներին, որ ընթրիքը պատրաստեց, բայց եկեք ընթրիկին, ինչ ասեցին։ Ամեն մեկը մի պատճառ բռնեց եւ հրաժարվեց ընթրիքի գալու։ Ինչ ասեց թագավորը։ Գնա կաղերին, կույրերին, բեր, հավաքի, սա հեթանոսներն են։ Գնա բեր, նրանց բեր, թող գան ընթրիքից։ Իսկ նրանք, որոնք հրավիրված են, կգնան խավարը։ Որովհետև մեկը չկա։ Եկեք ընթերցենք Մատթեոս 23-րդ գլուխը։ Տեսեք։ Ներողություն, ես հիմա կընթերցեմ Մատթեոս 22-ը եւ 23-ը հավելյալ ավելի ձեզ կբացատրի։ 23-ում Քրիստոսի վերջի խոսքերն են ուղված իսրայելացիներին, որտեղ 24-րդ գլխում արդեն խոսում է վերջի գալուստի մասին, ամբողջությամբ հрьяաներին ցույց տալի ինչա լինելու վերջի օրերը։
Բայց 22-րդ գլխում խոսում այդ ընթրիքի մասին, որ ամեն բան պատրաստված է, հրավիրվածները կանչված են, բայց ուշադիր եք։ Այն ժամանակ թագավորն ասեց ծառերին. դրա ոտերը ձեր կապեցեք եւ վեր արեք դրան, դրսի խավարը գցեք, այնտեղ կլինի լաց եւ ատամի կճոր, որտեվ շատերն են կանչված, բայց քչերը ընտրված։ Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված 14 համարը 22-ում։ Իսկ եթե դուք ամբողջությամբ նայեք ընդհանուր այդ առակը, կտեսնեք այդ ընթրիքի մասին։ Այս կարդամ հիմա որոշակի հատվածներ, տեսեք։ Բայց թագավորը լսելով բարկացավ, երբ որ կանչեց։ Ես հիմա կընթերցեմ ներողություն առաջի համարից եւ Հիսուսը պատասխանեց դարձյալ խոսեց նրանց հետ առակներով ասելով. Երկնքի արքայությունը նման է մի թագավոր մարդի, որ իր որդուն հարսանիք արավ։ Եվ իր ծառային ուղարկեց, որ հարսանիքի կանչված հրավիրվածներին կանչեն հրավիրվածներին, եւ նրանք չկամեցան գալ, բառը տեսակ, եւ նրանք չկամեցան գալ։ Այսինքն մարդը չունի կարողություն Քրիստոսին ընդունելու, որովհետեւ չի կամենում հավատալ։ Դա համար մնում է պատասխանատվությունը իր անձի վրա։ Երբ որ ասում ենք չի կարող, ի նկատի ունենք չի կամենում։ Կարողություն չունի կամենալու, այսպես կարելի ասել, որտեղ ունի մեղավոր բնություն եւ էգոցենտրիկ անձ, կենտրոնացած է իր կյանքը վայելելու վրա։ Եվ իր ծառային ուղարկեց եւ հարսանիքին կանչեն հրավիրվածներին եւ նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. ասեցեք հրավիրվածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի, իմ արչարները եւ մսացուները մորթված են եւ բոլոր պատրաստ են, եկեք հարսանիքը։ Իսկ նրանք անհոգ լինելով գնացին մեկն իր արտը, մյուսն իր առևտուրին եւ մնացածները բռնեցին նրա ծառաներին, նախատեցին եւ սպանեցին։ Ակնարկա իսրայելացիներին, որ մարգարեին սպանում էին։ Բայց թագավորը լսելով բարկացավ եւ իր զորք ուղարկեց այս սպանողներին սատկեցրեց եւ նրանց քաղաքն այրեց։ Սա Երուսաղեմն է։ Այսինքն ինչ եք տեսնում։ Բայց նրանք չկամեցան։ Հրավիրեց, դա ասում ամբողջ օրը ձեռքերս մեկնեցի, հրավիրեցի, բայց նրանք մերժեցին, չկամեցան գալ։ Շատ կարևոր է, տեսեք, վերևում խոսում է, որ փրկությունը, հավատքը Աստծո շնորհքի պարգև է, բայց նաև ցույց տա, որ Իսրայելի պարագայում այն մնում է պատասխանատվության օղակները մարդու վրա։ Մարդը կրում է իր անհավատության համար պատասխանատվություն։ Այնպես չի, որ կարասի Տեր, ես չունեի կարողություն, դրա համար էլ չհավատացի։ Այս սա ամենակարևորն է, որ հասկանամ։ Տեսեք, պարագայում է, որ 14 համար ասում, որովհետև շատերն են կանչված, կանչել եմ, բայց քչերն են ընտրված։ Իսկ ով է գալիս? Ընտրվածները։ Ովքեր չեն փնտրում, նրանց գտնվեցա։ Ովքեր չէին խնդրում, նրանց իմ անձը հայտնեցի։ Ահա ես։ Մենք նախորդ զարմության մեջ խոսեցինք։ Մեկ այլ կարևոր սկզբունք նայենք։ Ինչի եմ ես ասում, որպեսզի մենք հասկանանք, որ 23 արդեն 3-րդ գլխից կնայենք, որ ցույց է տալիս, որ Աստված կամեցավ, բայց պետք է ճիշտ հասկանալ։ Այստեղ այս կամենալը ընդհանրապես ցույց է տալի, որ Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն։ Սա նրա ընդհանուր ոչ թե նախասահմանված կամքն է, այլ նրա բարոյական կամքն է։ Օրինակ, ձեզ հարց տամ։ Աստված կամենում է, որ ինչ որ մեկը մեղք գործի։ Աստված չի կամենում, որ մարդիկ մեղք գործեն։ Ճիշտ է, այո։ Բայց Աստված այնպես անում է, որ մարդիկ մեղք չգործեն։ Ոչ, թույլ է տալիս, գործում են։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք Աստված չի կամենում, որ մարդիկ մեղք գործեն, սա չի նշանակում, որ Աստված նրանց ձեռքը բռնում է եւ թույլ չի տալի, որ մեղք գործեն։ Աստված կամենում է, բարոյական արժեքները Աստծո, բարոյական կամքի մեջ ով է Աստված, նա չի կամենում, որ մարդը մեղք գործի, բայց մեղք գործում են։ Այսինքն, այս կամենալը չի նշանակում նրա նախասահմանված կամքն է եւ թույլ չի տալի, որ մեղք գործեն։ Սովորի պարական Աստված կամենում է, որ Իսրայելը գա, բայց Իսրայելը չի ուզում գա։ Բայց այլ կամք կա, որ Աստված կամենում է, որ խաչիկը փրկվի եւ Աստված կենթանացնում է մեռած խաչիկին եւ փրկում է նա։ Սա այլ կամք է, նա բարոյական կամքն է, որ ցույց է տալի ով է Աստված։ Պետքա զանազանենք Աստվածաշունչում այս ամենը, որովհետեւ չընկնենք խառաշփոթի մեջ։ Հիմա մենք կարդում ենք արդեն Երուսաղեմ, մարգարեները կոտորող եւ քեզ մոտ ուղարկվածները քարկոծող, քանի անգամ կամեցա քո երեխաները ժողվել, ինչպես հավը ժողվում է իր ձագերը, թևերի տակ, եւ դուք չկամեցաք։ Աստված կամեցավ մի քանի անգամ կամեցա ձեզ իմ թևերի տակ ժողվել, ինչպես հավը իր ձագերին, բայց դուք չկամեցաք։ Ահա ձեր տունը ավերված կթողվի ձեզ, որտեղ ասում եմ ձեզ, թե այսուհետև չեք տեսնի, մինչև որ ասեք, օրհնյալ է Տիրոջ անունով եկող։ Երբ պիտի Իսրայելը սա ասի, սա Իսրայելին է վերաբերվում։ Երբ պիտի ասի, այ վերջի յոթնյակի մեջ,
այդ մնացորդը պիտի աղաղակի եւ պիտի փրկվի։ Ինչ չեք տեսնի, մինչև որ ասեք կգա շրջան, հեթանոսների ինչ բացվի դուռը կփրկվեն եկեղեցին կաճի, եւ երբ որ եկեղեցին կվերցվի, կգա հակա Քրիստոսը եւ այդ մեծ նեղության մեջ դուք ինձ կաղաղակեք։ Տեսնում եք, միայն մնացորդը, այդ վերջի սերունդը, վերջի յոթնյակի։ Սա շատ կարևոր է որ տեսնեք սերներս։ Եվ առաքյալների աստվածաբանության կամ առաքյալերի մոտեցման մեջ հա արկա։ Գործ առաքելոցում 13-րդ գլխում 46 համարում։ Տեսեք, նրանք երբ որ քարոզում են հրեաներին, տեսեք ինչ են ասում։ Պողոսը եւ Բարնաբասն էլ համարձակությամբ ասում էին. առաջ պետք էր որ Աստծո բանը ձեզ խոսվեր, որտեղ ամեն քաղաք որ մտնում էին առաքյալները, առաջի հերթին գնում էին հրեաների մոտ ժողովարաններ, որտեղ հրեաները արդեն պատրաստ էին, նրանք գիտեին Մեսիայի մասին, սպասում էին Մեսիային եւ նրանք ցույց են տալիս, որ այդ Մեսիան, որին դուք սպասում եք, Հիսուս Քրիստոսն է, որին դուք խաչեցիք։ Ընդունեք Քրիստոսին։ Եվ նրանք, որոնք նախասահմանված էին, որոնք կարգված էին փրկության համար, նրանք էլ փրկվում էին։ Մենք կարդացինք նույն գործառույթում մի քանի հատված առաջ։ Հիմա ինքը տեսեք ինչ է ասում։ Եվ առաքյալն ասում առաջ պետք էր որ Աստծո խոսքը ձեզ խոսեինք, բայց որովհետև դուք մերժում եք նրան, եւ արժանի չեք համարում ձեզ հավիտենական կյանքին։ Դուք չեք համարում ձեզ արժանի հավիտենական կյանքին, ահա դեպի հեթանոսներն եք դառնում։ Գնում եք հեթանոսներին խոսքը քարոզելու։ Առաջ պետք է որ ձեզ բերեինք խոսքը, Աստծո ժողովուրդ, բայց քանի որ դուք մերժում եք դրան եւ ձեզ հավիտենական կյանքի արժան չեք համարում, ձեզ թողածով գնում եք հեթանոսներին լուրը տանելու, որոնք կընդունեն, որոնք նախասահմանված են։ Ով որ նախասահմանված է։ Որովհետև Տերն այսպես պատվիրեց մեզ, թե քեզ հեթանոսների լույս դրի, որ դու փրկություն լինես մինչև երկրի ծայրերը։ Հեթանոսները այս լսելով ուրախանում էին եւ Տիրոջ խոսքը փառավորում էին եւ հավատացին մի քանիսը, որ կարգված էին դեպի հավիտենական կյանքը։ Հավատացինով բոլոր հեթանոսները ոչ, նրանք, որ կարգված էին դեպի հավիտենական կյանքը։ Այսինքն հրեաները Աստծո ժողովուրդ մերժեցին, առաքյալն ասին սկզբից պիտի ձեզ ասեինք, ասեցիք, մերժեցիք, ձեզ չեք համարում հավիտենական կյանքի արժանի, գնում եք հեթանոսներին, գնացին հեթանոսներին, որոնք ուրախանում լսում էին եւ փրկվում էին նրանք, ովքեր նախասահմանված էին փրկության։ Ուրեմն մնացածը մնում են պատասխանատվության տակ, որտեղ խոսքը բոլորին ասում։ Առաքյալն ասում է ավետարանը ոչ թե միայն փրկվողների համար է, այլ ավետարանը շատ անգամ դատապարտության։ Երբ որ Աստված կդատի աշխարհը իմ ավետարանի համաձայն։ Սա կարևոր է։ Նաև մի փոքր հատված Եսայի մարգարեությունից։ Եսայի մարգարեության 55-րդ գլխում ես այս հատվածը կարդում եմ որպես կոչ նրանց համար, որ կլսեն։ Տեսեք, ամեն ում որ սրտին որ կկպնի Աստված, շատ կարևոր է։ Տեսեք ինչ է ասում Եսայի մարգարե 55-րդ գլուխը։ Ես ընթերցում եմ 6-ից 7 համարները։ Դուք կարաք 5-ը նայեք։ Ահա չճանաչած ազգիդ պիտի կանչես եւ ազգերը որ քեզ չէին ճանաչում վազելու են քեզ մոտ քո Աստված Եհովայի պատճառով եւ Իսրայելի Սուրբի պատճառով որ քեզ փառավորեց խնդրեցեք Տիրոջը քանի որ նա գտնվում է նրան կանչեցեք քանի որ նա մոտ է ամբարիշտը թող իր ճանապարհը թող թողե իր ճանապարհը եւ անօրեն մարդը իր խորհուրդները եւ դառնա Տիրոջը եւ նա կողորմե նրան եւ մեր Աստծուն որովհետեւ նա շատ ներող է սա ուղակի որպես ավետարանի փոքր լուր եկեք հնազանդվենք սրա սերի քույրես եղբայրս ես չգիտեմ կյանքում դու լսել ես Աստծո մասին ունես քո պատկերացրած Աստվածը ամեն դեպքում պետք է մենք հասկանանք որ Աստծո խոսքը ուղակի հնչում է բոլորին ամբողջ աշխարհը լի է ինտերնետը ինչ ուզում եք ճիշտ է ինտերնետում շատ աղբ կա բայց կա նաև ճշմարիտ խոսքը ավետարանի ճշմարիտ խոսքը Քրիստոսով փրկության մասին լուրը մի մերժի մեր կյանքը շատ կարճ է առաքյալի ասելով մի շոքի ինչպես Սողոմոնն ասում այն ունայնություն է դատարկություն եթե այդ կյանքում չկա Աստված եթե այդ կյանքում չկա Քրիստոսը այն ունայնություն դատարկություն եւ այն գոլորշի է երբ որ ափսեն բարձրացնում ես ճաշը երասող ճաշի վրայից մի փոքր գոլոշին երևում է եւ ցնդում է իսկ եթե հանդիպում է սառը օդին էլ չի երևում հիմա տեսեք այսինքն շատ կարևոր է որ մեր կյանքի ընկալումը այս հատվածը շատ փոքրիկ շրջան է այդ շրջանը Աստված չի տվել որ մենք կյանք վայելենք սերներս կյանք կվայելեք որքան որ Աստված թույլ կտա կյանքի ձեր պարագաներով որքան որ բայց իրական այս կյանքի բուն նպատակը Աստծո հետ հաշտվելն է Քրիստոսով Աստված շատ բաներ ձեզ համբերում է դուք չգիտեք ինչերի է համբերում Աստված դուք չգիտեք ձեր արածը ինչպես է զզվացնում Աստծո դուք դա չգիտեք
Բայց եթե դուք Աստծուն կսկսեք ճանաչել, կտեսնեք ով է Աստված, ինչ մեծ սրբություն եւ ինչ մեծ փառք ունի Աստված։ Եվ Եսային, երբ որ այդ փառքը տեսավ, ուղղակի տեսավ ով է ինքը։ Մարգարեներով ասաց, ես պիղծ շրթունքներով մարդ եմ։ Այսինքն դուք դեք չեք ճանաչում Աստծուն, բայց տեսեք, Աստծո լուրը ձեզ ուղղված է։ Մի մերժեք Քրիստոսին։ Ընդունեք Քրիստոսին եւ կտեսնեք, որ այդ փրկությունը ինչքան քաղցր է։ Ուրեմն այս խոսքես որ կարդացի, խնդրեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, քանի դեռ ժամանակը կա, Հիսուսն ասաց, քանի դեռ լույսը ձեզ հետ է, հավատացեք լույսին։ Ես չեմ ուզում որ Քրիստոսը նաև ձեր մասին ասի, որ նրանք չկարողացան հավատալ, որովհետև չուզեցին։ Տերը ձեզ օրհնի, մենք խոսեցինք ընդհանուր այս հատվածի մեջ արդեն 11-րդ գլխում կանադառնանք կարևոր սկզբունքների, կարևոր նախախնամության բաժնի, որտեղ առաքյալն ասում է՝ միթե Աստված մերժեց իր ժողովուրդը, ոչ, ասում է, Աստված հատուկ այդ մերժողականությամբ, այդ նրանց անկումով կարևոր գործ անում, ամեն դեպքում կանադառնանք այս հատվածին։ Բայց եկեք հիշենք, այս հատվածի մեջ տեսանք 4 բնութագիր հավատքի։ Հավատքը արտահայտում է հնազանդությունով, հավատքը հետևանք է Քրիստոսի մասին լուրը լսելու, հավատքը տրված է Աստծո շնորհքով որպես նվեր, չնայած սրա հետ մեկտեղ հավատքը մարդու պատասխանատվության օղակներում է։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, ամեն։